Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր սեպտեմբերի 30-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե, այս ընթացքում, երբ որ Երևանախորհրդի խորհրդարանական վերաժողովի Նիկոլ Փաշինյանն էր ելույթ ունենում, հարցերի էր պատասխանում, այդ ընթացքում իրադարձությունները շատ արագ են զարգանում եւ արևմուտքը այլևս հանդես է գալիս որպես միասնական, ի նկատի ունեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ ընդդեմ Ռուսաստանի, որի պարագայում դա վճռորոշ փուլ են մտնում, այդ պարագայում շատ կարևոր է հասկանալ, թե Հայաստանը այդ դեպքում ի՞նչն է բալանսավորում այս ուժերի միջև եւ այն ինչ որ հիմա կներկայացնենք, բացի դրանից նաեւ կխոսենք այդ մյուս հարցերի մասին։ Եվրախորհրդի խորհրդարանական վերաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով ժողովուրդն իր սեփական նախընտրական ասելիքը ձևավորեց եւ այն պատվիրակեց կառավարող մեծամասնությանը։ Նա մեզ պատվիրակեց Հայաստանին բերել խաղաղություն։ Ժողովրդի այդ պատգամը մենք արձանագրեցինք կառավարության 21-22 թվականի գործունեության ծրագրում որպես ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորություն։ Ուրախ եմ արձանագրել, որ այսօր Հայաստանը եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Չեմ կարող ասել դա միայն Հայաստանի կառավարության եւ Հայաստանի ժողովրդի ձեռքբերումն է, դա նույնքան Ադրբեջանի կառավարության եւ Ադրբեջանի ժողովրդի ձեռքբերումն է, եթե այսպես չլիներ, խաղաղություն չէր լինի, ասել է Փաշինյանը։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը, որ փորձում անդադ խոսել խաղաղություն ենք բերել, խաղաղություն, պատկերացրեք մի երկրի ղեկավար ընտրվում է, որտեղ պատերազմի խնդիր չկա տասնամյակներով։ Նա խնդիր ունի լուծելու, արդյունավետ եւ արդար կառավարիչ լինելու։ Փորձի պատկերացնել, որտեղ է իր երկրի դերը աշխարհում, տարածաշրջանում, եւ այս պարագայում միայն փորձել ասել ամեն ինչ միայն խաղաղություն ենք բերել, չնայած լավ գիտենք, որ սրանով խաղաղություն բերած չի, բայց խաղաղություն ենք բերել մնացած հարցերը երկրորդական, մենք դա ենք խոստացել, դա ենք արել։ Իրանից առաջ նախկին իշխանություններն էլ ասում են պատերազմում հաղթել ենք, բա ինչ եք ուզում որ լինի, բա բանակ ենք պահում, բա հաղթանակած բանակ ենք պահում, դրա համար կարանք բանակը թալանենք, դրա համար կարանք էս անենք, այն անենք, բայց այդ ամբողջը արդարացնում են էլի նորից պատերազմով, էլի նորից թալանը արդարացնել։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանի կարգախոսն է, որ մեր հաղթանակը մեր պարտությունն է։ Մենք պարտվեցինք, որով կնքեցինք մեր հաղթանակը։ Հիմա տեսեք ժողովուրդը մեզ է ընտրում, որպեսզի մենք շարունակենք խաղաղության ծրագիրը։ Իսկ հիմա շարունակությունը նայեք, ինչ է ասում։ Ինչ որ առումով 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում Հայաստանի պետականությունն էր, Հայաստանի անկախությունը, հենց ժողովրդավարությունն էր, որ փրկեց Հայաստանի պետականությունը։ Այստեղ խնդիրը ինչու՞մ է կայանում։ Անընդհատ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ 44-օրյա պատերազմը դրանով մենք լուծեցինք Հայաստանի խնդիրը։ Մենք լուծեցինք Հայաստանի ինքնիշխանության հարցը լուծեցինք, Հայաստանի անկախության հարցը։ Մի բան, որ անտրամաբանական եւ որևէ կապ չունի։ Բայց ամեն անգամ տարբեր ամբիոններից փորձում է ինքը այս բանը բացատրել, ավելի շատ ոչ միայն դրսի համար, այլ նաեւ ներքին լսարանի համար։ Այսինքն ինչ է նշանակում, մենք գնացինք Արցախում կռվեցինք, որպեսզի Հայաստանի անկախության հարցը լուծենք։ 44-օրյա պատերազմը դրա համար էր։ Դրա համար էր 44-օրյա պատերազմը։ Նախ 44-օրյա պատերազմը 20 թվականին ա եղել, Նիկոլ Փաշինյանն ասել է մինչև 23 թվական մենք դեռ ֆորպոստ էինք, որովհետև Արցախը չէինք անել, այդ թոկը մեր վզից չէինք անել։ Սա մեկ։ Եվ երկրորդ, եթե խոսքը վերաբերում էր նրան, որ Ադրբեջանն այսօր ասում է խաղաղություն է, որովհետև ես իմ ուզածը ստացել եմ։ Ազատագրված տարածքները կամ իրանք ասում են օկուպացված, կամ մենք ասում ենք անվտանգության գոտի եւ Արցախը։ Այսինքն իր ամբողջական տարածքի վերականգնումը իր գերնպատակն էր։ Այդ ամբողջական տարածքի վերականգնումը, եթե Նիկոլ Փաշինյանը խաղաղ ճանապարհով հանձներ, մեր անկախությունը ինչով պետք է վտանգվեր։ Ադրբեջանը դա վերցնելուց հետո պետք է հարձակվեր Հայաստանի վրա։ Ընդհակառակը Նիկոլ Փաշինյանին պետք էր, որ Ադրբեջանը հաղթեր, որ մենք պարտվեինք, որպեսզի Ալիևը դառնար հաղթող։
որովհետեւ այսօր նաև Հայաստանից զիջումներ անելու ժամանակ ասում ենք, բա հիմա ինչու եք զիջում, բա ասում են պարտվել ենք, բա ինչ պետք է անենք, բա Ադրբեջանը չի զիջելու։ Դրա համար էր պետք է պատերազմ, որպեսզի Ալիևը դառնար հաղթող նախագահ։ Հիմա ես ասեմ, որ դա հենց այնից ինձանից չեմ հնարում։ Տեսեք, այս ընթացքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը պատմում է, որ վերջապես խաղաղությունը հաստատված է, Ադրբեջանից ինչ են պատասխանում։ Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սաբինա Գաֆարովան հայտարարել է. Ադրբեջանն արդեն իսկ ունի հաղթանակած երկրի կարգավիճակ։ Պետության ղեկավարը նշեց, որ տասնամյակների ընթացքում Ադրբեջանը օկուպացիայի ենթարկված երկրի կարգավիճակից անցել է հաղթանակած եւ առաջատար երկրի կարգավիճակի։ Ահա թե ինչ էր պետք Նիկոլ Փաշինյանին։ Ոչ թե հետ քաշվեր, ասելով դե տեսանք թղթերը, որ Արցախը մերը չի, հայկական չի, այլ պետք էր պատերազմ, որի ժամանակ մենք պարտվեինք, որպեսզի Ալիևը ունենար հաղթանակած ղեկավարի կարգավիճակ։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ ձեռք բերված այլ պայմանավորվածությունները ցույց տվեցին մեր պետության կարողությունը պաշտպանելու իր ազգային շահերը ինչպես ուժային մեթոդներով, այնպես էլ իրավական եւ քաղաքական գործիքների միջոցով։ Այսինքն նրանք համարում են, որ իրանք բանակցային սեղանին ստանում են այն, ինչ որ իրանք ցանկանում են։ Այդ որով Նիկոլ Փաշինյանը վերագրում է, որ տեսեք խաղաղություն է։ Եթե խաղ հանձնում ես մեր շահերը, ել ինչի պիտի պատերազմի։ Նախագահ Ալիևի ելույթում մեծ ուշադրություն է դարձվել ազատագրված տարածքների ականազերծմանը, դրանց վերականգնմանը, նախկին հարկադիր վերաբնակների վերադարձին հայրենի հողեր եւ ենթակառուցվածքների զարգացման։ Իսկ հիմա Եվրախորհրդի խորհրդարանական վերաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով падգամավորների հարցերին ասել է. Դուք օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, որտեղից այդ արտահայտությունը, որտեղից եք կարդացել այդ, որտեղից այդ արտահայտության մասին, նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք, որ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Ես ասում եմ, որ խաղաղությունը խնամք է պահանջում, այդ խնամքի շատ կարևոր ատրիբուտ է լեգիտիմ համաձայնեցված բառապաշարի օգտագործումը։ Ես խստորեն դատապարտում եմ ձեր կողմից ապա լեգիտիմ բառապաշարի օգտագործումն այս դահլիճում։ Մի հատ տեղից վեր կեներ շիշ շպրտեիր։ Այսինքն ինչ է նշանակում։ Այդ մարդիկ լսում են քեզ էլ մի երկրի ղեկավար դու ես, Ալիևին էլ մի երկրի ղեկավարը ինքն է, Թուրքիայից էլ են նույն բանն ասում Զանգեզուրի միջանցք։ Մեկն էլ իրանք են։ Իսկ իրանք ինչ է, պետք է անպայման լսեն Նիկոլ Փաշինյանին ու ասածը։ Մարդիկ պարզ հարց է տալ, ես ինչ հաշիվ է։ Որ նրանց փորձեցի լաչառությամբ լռեցնել, դրանից հարցը փակվեց։ Բա մեզ ասում ես Ադրբեջանը խոստացել է խաղաղություն, մենք իրար հետ ենք որոշել, առանց իրանց որոշման դա չէր էլի, հավատացեք Ալիևի խոսքին, բայց կանգնում ասում եք Ալիևը պայմանավորվածությունը խախտում է, բայց այն էլ դու ես ասում է, հիմա շարունակությունը նայեք, ես կոչով դիմեցի ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով, որտեղ է այդ Զանգեզուրի միջանցքը, քարտեզի վրա պետք է ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը, որտեղ եթե պարզվի Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ Հայաստանի կողմից, նշել է Փաշինյանը, վարչապետը հավելել է, որ դա արդեն իսկ ձեռքբերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է։ Ոնց Ալիևը ինչ-որ բան է խախտել։ Ալիևը մեզ շանտաժեսանում, ասպես խաղաղություն են բերել։ Ասում ենք, այդ մենակ դու ես խաղաղությունից խոսում, ասում ես ոնց, Ալիևն էլ է խոսում։ Այսինքն այդ Ալիևը, որի խոսքին դու չես հավատում, համարում ես, որ ինքը սպառնալիք է ներկայացնում Հայաստանին, որ Զանգեզուրի միջանց դիտավորյալ է ասվում, որտեղ իրանք տան մեջ ներառում են տարածքային պահանջ։ Եվ այդ պարագայում համարում կոպտագույն խախտում փոխադարձ պայմանավորվածության, մեզ ասում եք հանգիստ մնացեք, Ալիևը մեզ խոստացել է։ Իսկ հիմա Թուրքիայի տրանսպորտի ենթակառուցվածքների նախարարը այսօր է ասում, հենց այսօր,
Զանգեզուրի միջանցքը կենսական դեր է խաղում Կովկասում կարգավորման գործընթացում։ Մեր տարածաշրջանի համար մեկ այլ լավ լուր է Զանգեզուրի կապի միջոցով նոր հնարավորությունների բացումը։ Այս միջանցքը կապահովի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային տրանսպորտ եւ կարևոր քայլ կլինի ամբողջ թուրքական աշխարհը կապելու համար։ Բացարձակ իրանց չի հետաքրքրում Հայաստանի միջոցով ինչ կլինի։ Նրանց նպատակն է թուրքական աշխարհը կապել եւ շարունակում են պնդել, որ դա Զանգեզուրի միջանցք է։ Եվ ասել, որ Դոնալդ Տրամփն է երաշխավոր է, ոչ թե Ալիևը, այդպես չի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, հոմենագեզ չեմ խաղաղությունից խոսում, Ալիևն էլ է խոսում։ Այսինքն չի ասում Տրամփը երաշխավոր է, որտեղ գիտի, որ Տրամփը անվտանգային ոչինչ չի երաշխավորել։ Նա ընդամենը խոսքը գնում է ճանապարհի մասին, ճանապարհի հետ կապված էլ ընթացքը բանակցում են, տեսնեն ինչ են անում, ինչ հանգրվանի կհասնեն։ Բայց դա հաստատ անվտանգություն չի։ Եվ մեկ անգամ եւս ուզում եմ ասեմ, իսկ ով է ասել, որ եթե խաղաղություն լինի, դա նշանակում է դու քո անելիքը ավարտել ես, որ դու ամեն ինչ կարող ես տալ պատերազմով, մնացածը տաս բանակցային սեղանին, հետո ասես ժողովուրդ, ձեզ խաղաղություն բերեցի, բա պիտի ես ելնեմ վարչապետ, բա ով պիտի լինի։ Բա մնացած հարցերն ով է լուծելու։ Ինչ է ասում Փաշինյանը։ Ես իրատեսական չեմ համարում փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ավելին, կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետև մարդիկ պետք է իրենց հեռանկարն ու պլանները կառուցեն։ Փաշինյանը վտանգավոր համարեց ընդհանրապես բոլոր փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար։ Առաջիկա տասնամյակներում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար եւ պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցություն եւ քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։ Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանում եւ որպես Հայաստանի քաղաքացի ապրեն, ստեղծագործեն իրենց բարեկեցությունը, կառուցեն Հայաստանը։ Սա է մեր ռազմավարությունը, ասել է Փաշինյանը։ Այսինքն ինքը վտանգավոր է համարում փոխադարձաբար Արցախից գնացածները եւ Հայաստան վերադարձողներին, այսինքն հավասարության նշան դրվեց 89-90 թվականների կատարված իրադարձությունները եւ ընդամենը վերջերս կատարվածը, այն որ նա խորհրդային միության տարածքում էր եղել, իսկ սա եղել է ինքնիշխան Ադրբեջանի տարածքում, այն ժամանակ խորհրդային միության տարածքում միտեղից միտեղ են տեղափոխվել։ Դրա պատասխանատուն խորհրդային միությունն էր, Հայաստանը ինքնիշխան պետություն չէր։ Եվ հավասարության նշան դնել խորհրդային միության ժամանակվա տեղահանվածների եւ Արցախի էթնիկ զտում անցկացրած Ադրբեջանի միջև, սա էլ է նրա համար, որպեսի առիթ տալ, որպեսի Ադրբեջանը իր պահանջը շարունակի։ Եթե Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում այդ 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալը, որը մենք էլ ենք վտանգավոր համարում, ու պարբերաբար ասում ենք։ Բա մենք ասում ենք դա, իսկ Նիկոլ Փաշինյանը գնում է հանդիպում Էրդողանի հետ, շատ լավ հանդիպում է որակում, հաջորդ օրը իսլամական համագործակցության 57 անդամ պետություններ կազմակերպության դատապարտում են Հայաստանի եւ ասում են այդ 300,000-ը պետք է հետ գան։ Եվ դրան քվեարկում է Թուրքիան, դրան քվեարկում է այն Ադրբեջանը, որի հետ մեծ խաղաղություն է խոստանում։ Դրան քվեարկում է Իրանը, որին սատարում է իր թշնամուն դատապարտում։ Դրան քվեարկում է Էմիրատները, որտեղ գնացիք Ալիևի հետ հանդիպեցիք, եւ շատ բարձր գնահատեցիք նրանց արածը։ Դրան միացավ նաեւ Պաղեստինը, որի անկախությունը ճանաչեցիք։ Չեղած պետությունով քեզ դատապարտում էր, բայց նաեւ հարցը ուրիշ է։ Բայց մեր համար ինչն է անհանգստացնող, որ այս ոչ միայն Ադրբեջանն է ասում, բազգային ժողովի նախագահը, որը իշխող քաղաքական ուժի վարչության անդամ է, որ կանգնում ասում բա իհարկե պետք է հետ գա։ Հենց խաղաղությունը կնքեց 5 րոպե հետո պետք է առևտուր անեն։ Ինչի մեր հայերը ուրիշ տեղ չեն ապրում, ադրբեջանցիներն պետք է վերադառնան Հայաստան։ Բա Նիկոլ Փաշինյան, դե դու վտանգավոր ես համարում, քո թիմակիցը այդ մասին չի լսում։ Բա քո թիմակիցը ում անունից է 300,000-ին հրավիրում Հայաստան։ Եվ մի հատ մուննատ գալի նեղանում, թե ինչա դուք ուրիշ տեղ չեք գնում, թող նրանք էլ գան։ Չգիտես նրանց գալու նպատակը որն է, որ Հայաստանը ներսից պայթացնեն։ Միջոց նորություն է դա։ Չեն ասել ինչ է համար են գալի։ Ալիևը հրապարակային չի ասել, որ ես թույլ չեմ տա, որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն լինի։ Սա ինչ բան է։ Պետք է մերոնք գան ուտեղ ապրեն, հետո էլ իրանք էլ գան իրանց
հայրենակիցների իրավունքները պաշտպանեն Հայաստանի տարածքում։ Չգիտենք նպատակը որն է։ Ու եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ինքը մտահոգ է դրա մասին ասում է, բայց այդ դեպքում իր խորհրդանի նախագահը ում անունից է հրավիրում ադրբեջանցիներին Հայաստան։ Բայց եթե դա իշխող քաղաքական ուժի քաղաքականությունը չի, ասես ամեն ռազմավարությունն է։ Եթե իշխող քաղաքական ուժի ռազմավարությունը չի դա, բայց ինչու՞ չի պաշտոնանկարվել ձեր խորհրդանի նախագահը։ Կամ ինչու՞ չի գնահատական տրվել նրա ասածին։ Կամ գոնե վատագույն դեպքում ասեն իր անձնական կարծիքն հայտնել։ Բայց դրա համար մարդիկ չեն հավատում ձեզ։ Եվ հարց են տալի Եվրամիության անդամակցության, էլի հերթական բացատրությունը հիմա էլ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում կա երկու ճանապարհ, եւ որ դեպքում Հայաստանը կանդամակցի Եվրամիությանը։ Ուրեմն էլի նորից պատմում է, որ Հայաստանը պետք է եվրոպական ստանդարտի պետություն դառնա, երբ որ դա դառնա, նոր այդ պահից կորոշեն գնում է դեպի Եվրամիություն, թե գնում է դեպի հին ճանապարհով ԵԱՏՄ-ով խորանում է։ 100 անգամ ասել ենք, անհնարին է, որ դու դառնաս եվրոպական մոդելի պետություն, շարունակելով մնալ ԵԱՏՄ անդամ, շարունակելով ցանկություն հայտնել դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, շարունակելով 3 գումարած 3-ը համարելով նորմալ հարթակ, շարունակելով 102-րդ բազայի հարցը համարել, որ մեր անվտանգության երաշխավորն է։ Հիմա դրա մասին էլ կխոսենք։ Անհնարին է, որ դու այդ մակարդակին հասնես, որպեսի որոշում կայացնես։ Դա նշանակում է դու դա չես ուզում, պարզ կանգնի ասա։ Չասեցել մենք դա գիտենք, որ դու դա չես ուզում։ Որովհետև եթե դու ուզում ես եվրոպական մոդելի պետություն դառնաս, դրա համար պետք է հայտ ներկայացնես։ Հայտից հետո քեզ ասեն, դե հիմա արի մի հատ ճանապարհ ես անցնում։ Այս փաթեթը ընդունում ես, ոնց որ ասոցիացիան համաձայնագրի ժամանակ, ասին ես ասոցիացիան գործընկերության փաստաթուղթը, էս էլ դրա անբաժանելի մաս հանդիսացող խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը։ Սա ստորագրում ես, հետո սա։ Հաջորդ քայլը դառնում ես տեխնացու, հաջորդ քայլը դառնում ես անդամ։ Բայց ճանապարհը տենց են անցնում։ Ճանապարհը Շանհայ գնալով չես կարող կհասնես մի վիճակի, որ որոշում կայացնես։ Ու այն աշճանի է այդ թեման քեզ համար երկրորդական, ուղղակի ընդհանրապես ձևական խոսալու համար, որ ասում ես ելույթ ունենալու ժամանակ ասում է նախորդ տարի Հայաստանը ընդունել է օրենք Հայաստանը Եվրամիության անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Այդ օրենքը ընդունվել է 2025 թվականի մարտի 26-ին։ Վալավ դու որ ասում ես մի հատ նույնիսկ չես հասկանում, որ դու նույնիսկ չես պատկերացնում ինչի մասին է խոսքը։ Այդ ամբիոնից խոսում է, ամբիոնից չէ, հարթակում խոսում ես դու։ Ու դու նույնիսկ չգիտես այդ օրենքը երբ է ընդունվել։ Այս ձևի ես դու այդ թեմայով զբաղվում։ Բա ոնց է, որ դու հենց ասում ես, անմիջապես ասում ենք սխալ ես ասում։ Եթե մենք չիմանայինք, մենք էլ չէինք նկատի, չէ՞ քո ասած սխալը։ Իսկ հիմա նայենք, երբ որ ասում գնանք հասնենք Եվրամիության դռներին, նոր որոշենք ինչ ենք անում։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կապիրկինը հայտարարել է, որ ռուսական 102 ռազմաբազայի դուրսբերման հարց Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգում չկա։ Հայկական կողմը դրա մասին հստակ հայտարարել է բոլոր մակարդակներում։ Ռուսական ռազմական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի կենսական հենասյուն եւ տարածաշրջանային կայունության էական գործոն, ընդգծել է դեսպանը։ Որևէ մեկը դեսպանին ասել է, այս ինչ ես քեզ ու քեզ խոսում։ Ով է քեզ ասել, որ դուք մեր անվտանգության երաշխավորն եք ու տարածաշրջանային կայունության էական գործոնն եք։ Ով է ձեզ դա ասել։ Ով պետք է ասի Փաշինյանը, չգիտեք ով։ Այլապես եթե չէ, բան չի ես հակադարձում։ Ասա ես ինչ ես ասում։ Ի վերջո հարց է ծագում ռուսական 102-րդ բազան Հայաստանում ինչ է անում։ Եթե Հայաստանի անվտանգությունը իսկապես չի երաշխավորում, բանջով է զբաղված։ Ռուսական շահերն է սպասարկում։ Բա ռուսական շահերը սպասարկելու համար Հայաստանում ինչ գործ ունի։ Իսկ եթե նա իսկապես Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին են պատվիրակել իրանց անվտանգությունը, բայց ի՞նչ խաղեր եք տալի, այդ ի՞նչն եք բալանսավորում։
Իսկ հիմա տեսնենք ինչ է կատարվում, որովհետև այդ որ ասում եմ նոր իրավիճակը Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելեգը հայտարարել է. Վաշինգտոնը Բելարուսի հետ կապի ուղի է հաստատել ամերիկյան դիրքորոշումը Ռուսաստանի ղեկավարությանը Մինսկի միջոցով փոխանցելու համար։ Մենք գիտենք, որ Լուկաշենկոն շատ է խոսում Պուտինի հետ։ Մենք հարաբերություններ ենք հաստատել ապահովելու համար, որ կապի գիծը բաց լինի։ Այսպիսով մենք կարող ենք ապահովել, որ մեր ուղերձը լիովին փոխանցվի նախագահ Պուտինին, ասել է Քելեգը։ Դե այսինքն իրանք հասկացել են, որ այդ հարցերում Լուկաշենկոն է, որ Պուտինի տեղը նեղվել էր, որ իր խոհարարը դուրս էր եկել դեմը տանկերը Ռոստովից քշում էր Մոսկվա, էլի զանգել էր Լուկաշենկոին, ասել էր դեմնար գալիս է դեպի Մոսկվա։ Ինքն է փախել էր Մոսկվայից։ Դե լեն չէ հասկանում։ Ամերիկացիները գիտեն, չէ՞ ով է այդ հարցերով միջնորդը։ Բայց հիմա հարցը ուրիշ է։ Նույն Քիթ Քելեգը ինչ է ասում Վարշավայի անվտանգության ֆորումում։ Հայտարարել է, որ Ռուսաստանը չի հաղթում այս պատերազմում, եւ Վլադիմիր Պուտինն է գիտակցում, որ չի կարող հաղթել։ Ուկրաինան արդեն իսկ հաջողություններ է գրանցում հարվածելով նավթավերամշակող գործարաններին եւ նվազեցնելով Ռուսաստանի նավթի արտադրությունը շուրջ 20%-ով։ Քելեգն ընդգծել է, որ Ռուսաստանը նավթային երկիր է եւ եթե նրանից վերցնեն նավթադոլարները, խնդիրները կդառնան անխուսափելի։ Քանի օր պահանջվեց, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների այս ադմինիստրացիան պարտվող ճանաչեր Ուկրաինային, պարտադրել ժամ առաջ հանձնվել, այլապես Ռուսաստանը կգա ու կգրավի Կիևը, այդ ինքը չի թողում Տրամպը, որ չգա գրավի, եւ մեկ էլ հասկանալ, որ Ռուսաստանը չի կարողանում դա անել։ Ռուսաստանը նույնիսկ չի կարողանում այս պատերազմի տեմպը պահել։ Ուկրաինան հարվածներ է հասցնում բավական ծանր հարվածներ ու բավական ծանրակշիռ հարվածներ։ Ու այս ընթացքում, երբ որ կամած իրանց օդաչուները գնացին, մարզվեցին, մարզական պատրաստվածություն անցան, մինչև չանցան F-16-երը չտվեցին, որպեսզի այդ լուրջ տեխնիկան իսկապես արդյունավետ ձևով ծառայի։ Դրեցին գործարաններ, այդ գործարաններն աշխատում են։ Բավական արդյունավետ, մի մաս էլ դրսից է գալիս, ու արդեն Ռուսաստանը չի կարողանում վերահսկել, որ նա Ուկրաինայում արտադրված, որը դրսից է եկել, որպես համատեղ ձեռնարկություններ։ Այսինքն դրա համար այդ հարվածները շատ ծանր են։ Ամերիկան արդեն մտածում է շատ լուրջ հրթիռներ տալու մասին։ Ուկրաինան զուգահեռաբար ստեղծում է այդ լուրջ հրթիռները եւ ծանր հարվածներ հասցնում։ Այն աշճանի, որ արդեն Ռուսաստանի տարբեր բնակավայրեր հասկանում են, որ պատերազմը տեղափոխվել է իրենց դաշտ։ Եվ այդպես երկար շարունակել Ռուսաստանը չի կարող։ Պետք է քաղաքական որոշում կայացնի։ Բարեբախտաբար, այս հարցում արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները ոնց որ թե իր որոշումը կայացրել է։ Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է. Եվրամիությունը Ուկրաինային կհատկացնի մոտ 2 միլիարդ եվրո ռուսական սառեցված ակտիվների միջոցով անօդաչու թռչող սարքերի համար։ Ինչպես տեսնում եք, նորմալ հետևողականորեն այդ քայլերն անում են։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարությամբ է հանդես եկել։ Գերմանիան այս պահին այլևս խաղաղության մեջ չէ։ Մերցը մեկնաբանել է այն հարցը, թե որքան բարձր է գնահատում Գերմանիայի համար զինված հակամարտության ռիսկը։ Մենք պատերազմի մեջ չենք, բայց մենք այլևս խաղաղության մեջ չենք։ Մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում, ընդգծել է Մերցը։ Այսինքն Գերմանիայի պես պետությունը այսօր պատրաստ է պատերազմի, եթե ինքը պատերազմի մեջ էլ չի, ինքը հասկանում որ այլևս խաղաղություն չկա Եվրոպայում։ Եվ իրանք վճռական ձևով պատրաստ են կանգնել եւ պաշտպանել Ուկրաինային, համարելով որ համաեվրոպական եւ առհասարակ հավաքական արևմուտքի շահերն պաշտպանում։ Այս է հիմա մեր աչքի առաջ կատարվում աշխարհում, եւ մենք 102-րդ բազան ասում ենք թեմա չկա, դա չի քննարկվում, պետք է մնա 3 ասում են ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ մենք ընդհանրապես չունենք, դա թեմա չկա, ընդհանրապես պետք չի քննարկել։ Այսօր էլ խոսում ենք դրա մասին, որ Եվրամիության անդամակցությունը կհասնենք այդ մակարդակին, նոր կորոշենք, իսկ այս ընթացքում բան է փոխվում, չէ՞։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. Մոլդովայի խորհրդարանի ընտրությունները կեղծ էին։ Երկրում բացահայտ
մանիպուլացնում էին ընտրողների ձայները։ Իհարկե Մայա Սանդուն նախագահի մասին է խոսքը, վաղուց արդեն դարձել է հակառուսական հռետորաբանության մունետիկներից մեկը։ Ընտրությունները կեղծ են, ես նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես կարելի է այդքան բացահայտ շահարկել ընտրողների ձայները, ասել է Լավրովը։ Մի հատ իր Զախարովային էլ ասենք, հետո ընդհանուր ասեմ դրա։ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. Բրյուսելը բացահայտորեն խառնվել է Մոլդովայի ներքին գործերին եւ ֆինանսական շանտաժ կիրառել քվեարկողների դեմ։ Եվրոպացի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները ընտրություններից առաջ Քիշինյով կատարած այցելությունների ժամանակ բացահայտորեն քարոզարշավ էին անցկացնում գործողություն եւ համերաշխություն կուսակցության օգտին, այսինքն նախագահի Մայա Սանդուի կուսակցության օգտին, եւ հանրապետությանը շարունակական ֆինանսական աջակցությունը կապում էին դրա հաղթանակի հետ, հայտարարել է Զախարովան։ Հիմա ինչ հասկանանք։ Իրանք համարում են, եթե արևմտամետները հաղթել են, ուրեմն ընտրությունները կեղծվել է։ Բայց մի հատ հասկանանք Ռուսաստանի լոգիկան։ Այս պետությունը 2013 թվականին ասոցացման այդ ամբողջ փուլը անցել է ոնց որ Հայաստանը, ոնց որ Վրաստանը, ոնց որ Ուկրաինան։ Մենք հրաժարվեցինք, Ուկրաինան հրաժարվեց, բայց Վրաստանը եւ Մոլդովան շարունակեցին։ Ուկրաինան էլ իշխանափոխությունից հետո շարունակեց։ Այդ մարդիկ անցել են այդ ճանապարհը ասոցացման, այդ մարդիկ անցել են տեխնազուի ճանապարհը։ Այդ մարդիկ արդեն հասել են վերջի փուլին, անցյալ տարի արել են հանրաքվե, ժողովուրդը կողմ է քվեարկել սահմանադրության մեջ Եվրոպային միանալու հարցը ընդգրկել։ Այսինքն դա դառնում է այլևս պետական քաղաքականություն։ Բա ինչ էիք ուզում լինի։ Արևմտամետ նախագահ Մայա Սանդուն ընտրվել է անցյալ տարի։ Այսօր իր կուսակցությունը ընտրվում է, որովհետև ժողովուրդը այդ որոշումը կայացրել է ոչ թե այսօր, ոչ թե երեկ, այլ 2013 թվականին, որպեսզի իրանք Վիլնյուսում ասոցացման համաձայնագիր ստորագրեին։ Դրանից առաջ գոնե մի 4 տարի պիտի բանակցեին, ոնց որ Հայաստանն էր բանակցում Սերժ Սարգսյանի ժամանակ։ Հո մի օրում դա տեղի չունեցավ։ Ասոցացման փաստաթուղթն էլ եւ խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը բավական ծանր փաստաթղթեր են, որոնց վրա շատ լուրջ աշխատանք է պետք տանել եւ տարվել էր մեր մոտ, այլապես տարիներ չէր տևի։ Այսինքն այս ամբողջ փուլը Մոլդովան անցել է, մաքուր եվրոպական պետություն է աշխարհագրորեն, իր ամբողջ պատմության ընթացքում շատ քիչ առնչություն ունեցել Ռուսաստանի հետ, հին ժամանակ էլ ինչ-որ մի կարճ պերիոդ։ Հիմնականում դա ամբողջությամբ կախված է եղել արևմուտքի հետ, իր պատմությունը, որ գնաց հասնես ընդհանուր միջև Հռոմի տիրապետության տակ, այն պատմական Դաքիայի ժամանակները ու Ռումինիայի։ Եվ այս պետությունը ոնց պետք է համարեք, որ պետք է որոշում կայացներ դեպի, այսինքն եթե որոշում կայացներ դեպի Ռուսաստան, դա կլիներ նորմալ, այս ամբողջ ճանապարհը անցնելուց հետո։ Իսկ այս ամեն ինչը նաև մի բան է ցույց տալիս։ Երբ որ մենք ասում ենք ժողովուրդ ջան, ընտրությունների ժամանակ այո կգա, մարդիկ հանգիստ կներկայացնեն ծրագիր, կասեն սա տնտեսական քաղաքականություն, սա սոցիալական քաղաքականություն, պետք է սա անել, սա անել, սա անել, այդ ամեն ինչը այո փաթեթով հանգիստ կազմես, բայց մի խնդիր կա։ Այսօր որ գնացել էին ընտրության Մոլդովայում, որևէ մեկը ասեց, որ հաղթեց այն ուժը, որը որոշել էր հարկերը այսքան պակասացնել։ Պարտվեց այն մեկը, որը որոշել էր այս ինչ հարկը ավելացնել։ Չէ։ Այդ մասին էլ են խոսացել, բայց դա չէր, չէ։ Առանցքը նա էր։ Այս ուժերը ցանկանում են Եվրամիություն, այս ուժերը չեն ցանկանում։ Ցանկանում են դեպի Ռուսաստան։ Այս է։ Ես ասում եմ, ինչից էլ խոսես, մի հատ պետք է որոշես, թե որ համակարգում ես տեսնում քո պետությունը, աշխարհում քո տեղը, տարածաշրջանում քո տեղը։ Նորս դրա ասես սոցիալական ծրագիրը սա կանենք, մյուսը սա կանենք, իրավական էս փաթեթը կանենք, որտեղ դու չես կարող լինել բռնապետների ակումբի անդամ եւ խոսես ժողովրդավարության մասին։ Խոսես, բայց դա իրական գիտենք չի լինելու։ Այ երբ որ մենք էլ դա ասում ենք, դա ընդամենը մեկ կոմպոնենտն է ծրագրի։ Դու հայտ կներկայացնես Եվրամիությանը, թե չէ։ Բայց վճռորոշ է լինելու այդ հարցը,
որով որոշես մարդիկ ի վերջո ինչ որոշում են կայացնում, ու դրանով պայմանավորված կլինի բոլոր կարգի քաղաքականությունները, տնտեսական, սոցիալական, անվտանգային։ Աչքների դեմն է Մոլդովան, չէ՞։ Ինչի դրանից առաջ որտեղ չի եղել։ Վրաստանի ընտրությունները չէր որոշում այս կողմ թե այն կողմ։ Ամերիկայի ընտրությունը չէր որոշում Ուկրաինային պաշտպանենք թե չպաշտպանենք։ Բոլոր այդ ընտրությունները եղել են այդ լոգիկայի վրա։ Ֆրանսիայի եթե ոչ նախագահական ժամկետը 27-ի, ապա ստորին պալատի։ Էլի նորից այդ ուղղությամբ։ Այսինքն սա էլ մերոնց համար հասկանալու եւ նա էլ բանի վերաբերմունքը Ռուսաստանի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ պաղեստինյան ծայրահեղական համաշարժմանը 4 օր է տալիս Գազայի խաղաղության առաջարկին արձագանքելու համար։ ԱՄՆ նախագահը Սպիտակ տնից դուրս գալիս լրագրողներին ասել է, որ Իսրայելի եւ արտաքին արաբական առաջնորդները ընդունել են ծրագիրը եւ սպասում են Համասին։ Հիմա տեսնենք այդ կզարգանա դեպքերը, սա առաջի դեպքը չի, որ վերջնագիրը ներկայացնում Համասին, տեսնենք արդյունքը որը կլինի անպայման դրան կառաջանանք, որտեղ դա էլ է մեզ համար կարևոր, մեր տարածաշրջանի համար, այլապես առավել եւս որ Իսրայելը խառնված է մեր տարածաշրջանում, իսկ մենք պետք է հասկանանք, թե ի վերջո այդ ամեն ինչը ինչով է ավարտվում։ Իսկ երբ որ մենք ասում ենք, որ այսօր վճռորոշ պահը հավաքական արևմուտքի հետ կապված, մենք նայենք պատահական չէ, որ նաեւ մերձի օրինակը բերեցի։ Հիմա տեսեք, ասենք Մեծ Բրիտանիան այսօր եթե խոսեք բրիտանացու հետ կամ Բրիտանիայում ապրող որևէ մեկի հետ, շատ ծանր վիճակ կնկարագրի։ Այս հարկը բարձրացրեցին, այս արին, այս ինչ վիճակ է եւ այլ։ Բայց այդ նույն մարդու հետ եթե ես խոսում եմ, շատ մեծ գոհունակությամբ եմ խոսում այսօրվա ադմինիստրացիայի մասին։ Այնպես չի, որ ինքը չի հասկանում ինչի եմ ես այդքան գոհ, կամ ես չեմ հասկանում ինչի է ինքը այդքան դժգոհ։ Որտեղ մեր տեսանկյունները այդ խնդրին տարբեր է։ Այո, Կիր Սթարմերի վարչակազմը չունի տնտեսական այնպիսի քաղաքականություն, որ երկիրը ճգնաժամից հանում։ Բայց նա չդրեց լացուկոցով ասեց նախկինները քանդել են, էս են արել են արել, որտեղ ինքը օբյեկտիվորեն գիտի, միայն պատճառը նա չէ, որ նախկինները վատ են կառավարել, նախկիններից դժգոհորնելով ձեզ ընտրել են։ Բայց այնպես չի, որ նախկինների արածների մեջ ամեն ինչ սուբյեկտիվ է։ Շատ բաներ օբյեկտիվ էր, ով էլ լիներ կարող այդ վիճակը լիներ։ Դրա համար իմաստ չուներ նրանց վրա գցել ու արդարանալ։ Իսկ կատարեց մի բան, թեկուզ իր վարկանիշը զոհաբերելու գնով Կիր Սթարմերը։ Շարունակեց նախկինների գիծը ավելի կոշտ ու ագրեսիվ, պաշտպանելով Ուկրաինային եւ համաեվրոպական քաղաքականությունը, որի արդյունքում կարող է իր քաղաքացին դժգոհ, իր հարկատուն դժգոհ, բայց աշխարհի համար նա շատ լուրջ բան կատարեց։ Իր վարկանիշը իջնում է, բայց վաղը մյուս օրը հպարտությամբ կասեն, որ այդ մարդը այդ քայլին գնաց։ Այսինքն ինքը ինչ է անում։ Ինքը այսօր չասեց, որ գնանք մտնենք թևի տակ Ամերիկայի, Տրամպը Եվրոպայի հետ խնդիր ունի, մենք էլ իր փոքր աղբերն ենք, ոնց որ առաջի պաշտոնավարման ժամանակ Տրամպը շատ ուրախ էր, որ Brexit եղավ եւ Մեծ Բրիտանիան դուրս եկավ, մտածելով, որ Եվրոպայի հետ հարաբերվելուց արդեն Մեծ Բրիտանիայի միջոցով ում ուզենա իրան կողմ կանի, միասնականությունը Եվրոպայի կխաթարի, որտեղ ասում էր գնացեք ձեր հարցերը դուք լուծեք։ Այս անգամ կարող էր Կիր Սթարմերը այդ ճանապարհով գնալ ու ասել Տրամպի հետ աշխատենք ու եվրոպական քաղաքականությունն էլ դնենք մի կողմ, առավել եւս որ Եվրամիության անդամ չի, բայց գնաց լրիվ ուրիշ ուղղությամբ։ Այդ կապերն ու ավանդական շփումը Մեծ Բրիտանիա Միացյալ Նահանգներից ծառայեցրեց համաեվրոպական ծրագրին։ Ու պատահական չի, տեսեք, Բորիս Ջոնսոնը նախկին վարչապետը պահպանողականներից Ինչ էին ասում լացուկոսները դրած 2022 թվականի գարնանը Ստամբուլում բան չէր մնացել ստորագրում էինք Զելենսկին ստորագրում էր մեկ էլ Բորիս Ջոնսոնը զանգեց Զելենսկուն ասեց չհամաձայնվեց ու Զելենսկին չհամաձայնվեց ու այս ամբողջը շարունակվեց Հիմա մարդիկ ասում են մեղադրում են Ջոնսոնին որ քո պատճառով պատերազմը շարունակվեց բայց դա ինչ ցույց տվեց բանի Բրիտանացու համար, որ վաղ ինքը հպարտությամբ նայելու է, որ իր երկրի վարչապետը այնքան կշիռուն էր, որ ինքը կարողացավ փոխի աշխարհի քաղաքականությունը իր զանգելով, որ հանկարծ այն ժամանակ Զելենսկին համարում էր, որ իրան մենակ են թողել։ Այո, ինքը կռվում էր, բայց ինքը զգում էր, որ մենակ են թողել։ Ու այդ պարագայում նրան կարող է փորձեին կոտրեին, եթե բոլոր կողմերից ասեին, դե ինչ ես բանանում, գնա համաձայնվի։ Բայց մեկը կանգնեց ու ասեց չհամաձայնվեց,
կանգնած ենք թիկունքիդ ու չհամաձայնվեցին ու շարունակվեց։ Այսօր Կիրսթարմերին կքննադատեն հարկային վատ քաղաքականության, վատ ապրելակերպի, տարբեր հարցերի ուղղությամբ, բայց վաղը կհպարտանան, որ այդ մարդիկ կանգնեցին պինդ եւ այն Մեծ Բրիտանիան, որ այսօր իրան դեռ զգում է որպես կայսրություն, բայց իրականում այդ կայսրության քաշը չունի։ Այսօր ինքը իրան պահում է կայսրության տրամաբանությամբ, այսինքն ես եմ նոր աշխարհակարգի մեջ առանցքային դերակատարություն ունեցող պետությունը։ Եթե ինքը հետ քաշվեր, սսկվեր ու փորձեր պետության վիճակը բարելաver, միևնույնն է չէր կարողանալու անել։ Բայց այս քայլով անելով ինքը ցույց է տալիս, որ նոր աշխարհակարգի հետ կապված ինքը առանցքային դերակատար է Մեծ Բրիտանիա, չլինելով կայսրություն։ Ուշադրություն դարձրեք։ Մակրոնին ինչքան են քննադատում։ Հայ-հայեր հասնելու են հրաժարականին, բան չէր մնացել։ Այո, օբյեկտիվորեն տնտեսական քաղաքականությունը շատ նույն հարցերի հետ կապված, միգրանտների հետ կապված նույն խնդիրը եւ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում։ Այդ 3 երկրներում ում հարցնեք, բոլորը դժգոհում են։ Այդ 3-ից էլ։ Այս ինչ արեցին, սենց անենցա դժվարություններ եւ այլ եւ այլ, բայց այդ 3-ը տանում են միասնական քաղաքականություն, որի արդյունքը պետքա լինի նոր աշխարհակարգում իրանց դերակատարությունը։ Այսօր մի քիչ կդժգոհեն, բան չունեմ ասելու, եւ ես ասում եմ, իրանք իրավունք ունեն դժգոհեն։ Իրանք վատ են ապրում ինչ որ խնդրից, ասում են, բան չի, պետք է չդժգոհենք։ Բայց վաղը իրանք հետ դադարց հայացք գցելով հպարտանալու են, որ այդ 3 մարդը ամուր ձևով կանգնեցին եւ անգամ փոխեցին Դոնալդ Տրամպի որոշումը։ Այսպես ես հպարտությամբ ասում եմ իրանց անունը, վաղը իրանք են հպարտանալու, այնպես որ պետք է իմանան, որ նրանք առանցքային դերակատարություն ունեցան նոր աշխարհակարգի հետ կապված։ Իսկ Ռուսաստանի հետ կապված, երբ որ այսօր Ամերիկայից Ռուսաստանին ասում են, որ դու հաղթելու շանս չունես, Ռուսաստանը հաղթելու շանս չի ունեցել առաջի օրվանից սկսած։ Հենց ինքը երբ որ ինձ ասում են, բա ասում եք Ռուսաստանը պարտվելու է, ասում եմ, ես այդպես չեմ ասել։ Ես ասել եմ Ռուսաստանը հենց պատերազմը սկսել է, հենց սկսելու պահին արդեն ինքը պարտված է, որ պատերազմ հաղթել չէր կարող։ Ինչքան էլ ձգվի հաղթել չէր կարող, որովհետև նրա տնտեսությունը չի դիմանալու այդ ռելսերին։ Ռազմական ծախսերն ավելացնում ես, խնդիրներ ես ունենում, արդեն քո երկրի ներսում են խնդիրներն առաջանում, արդեն երկրի ներսի դժգոհությունները կարող արդեն կենտրոնախույս ուժեր առաջացնեն նաև ազգային փոքրամասնությունների, որոնք նաև էթնիկ միավորներ ունեն։ Դժգոհությունը շատ լրջորեն ներսից ուտելու է։ Արևմուտքը սպասում է, որ հասարակությունը ներսում պատրաստվի այդ պարտությանը, որպեսզի որևէ արկածախնդիր քայլի չգնա Ռուսաստանի այսօրվա իշխանությունը։ Բայց Ռուսաստանի այսօրվա իշխանությունը այսպես թե այնպես արկածախնդրության չի էլ կարողանալու գնա, որտեղ իրանք կյանքի վրա դողում են։ Այդ ուղղակի իրանց ապահովության համար է արևմուտքը անում։ Բայց այս պատերազմի արդյունքում ինչքան ցկվեց, այնքան Ռուսաստանի դիրքերը թուլանալու է։ Ամեն օր ինքը բանակցային դիրք է կորցնելու։ Ամեն օր փորձելու է մի քիչ էլ առաջ գնանք, որ գոնե կարողանանք ասենք, եթե չեք համաձայնվում բանակցության, ուրեմն առաջ ենք գնում, ամեն օր առաջ գնալով թիկունքում այնպիսի ծանր հարվածներ է ուտում, որ հետո շատ ավելի ծանր ձևով հետա քաշվելու։ Ես ուղղակի ուզում եմ, որ սա մարդիկ պատկերացնեն, որ Հայաստանը երբ որ նման որոշում է կայացնում ու առաջիկա ընտրություններում պայքար է գնալու իշխանություն եւ ընդդիմություն, որն ավելի լավ սպասարկել է Ռուսաստանի շահերը, առաջիկայում ինչ է սպասվում աշխարհին։ Սա շատ կարևոր է մեզ համար։ Սա անհամեմատ կարևոր է, քան անգամ այդ ներքին գզվռտոցը, որ իրար մեջ կա։ Իսկ Ռուսաստանի հետ կապված, այո, մենք պետք է այն մարդիկ, ովքեր ասում են Ռուսաստանը հզոր է եւ այլ, մի անգամ կարող է չալար են գնան մի հատ Ռուսաստանը նայեն ինչ է կատարվում, ինչ տարածքներ է տվել Չինաստանին, ինչպիսի քաղաք ստեղծող գործարաններ է տվել Չինաստանին, չինացիք էլ ասել են դուրս եկեք բոլորդ գնացեք, եթե դուք կարողանայիք կաշխատացնեիք, բա ինչի չեք գնում նայում, ինչի չեք գնում նայում, տեսնեք ինչ վիճակ է այդ մարդկանց մոտ, որ գազիֆիկացված չի այդ տնտեսությունները ոնց են ապրում, 100 տարի առաջվա վիճակով են ապրում կամ 150 տարի առաջվա, էդ էլ է Ռուսաստան, եթե ձեր ջանը ցավում է Ռուսաստանի համար, չեք ուզում նայեք ինչ է կատարվում, այդ պատերազմը ինչ գնով է շարունակվում, իսկ մենք ինչ ենք ուզում, ես ասել եմ, որ Ռուսաստանը այսօր թաթարական իշխանության ձեռքն է, բայց Ռուսաստանը մի ժամանակ արևմուտքի հետ ինչքան էր կապված,
Մենակ չասենք այն, որ Նապոլեոնին հաղթելուց հետո եղավ Եվրոպայի անվտանգության կոնցերտը, այդպես էր կոչվում այդ կոլեկտիվ անվտանգության առաջի անգամ գերտերություններ գաղափարել այդ ժամանակվանից եկավ Անգլիա, Ավստրիա եւ Ռուսաստան։ Այդ ամեն ինչին իրանք պետք է տեր կան, չէ որ այնքան թագավորներ ու ընտանիքի անդամներ կային, որոնք Եվրոպայից էին եկել Ռուսաստան։ Հիմա այսօր Ռուսաստանը եւ ուներ եվրոպական պատմություն եւ թաթարական։ Հիմա այսօր իշխանության է եկել թաթարների ղեկավար Պուտինը։ Պատերազմը դադարացրեք, ասեք վերջ, ընկեր ջան, գնա։ Մեղավոր ճանաչեք, դատեք միջազգային դատարանով, դռները բացեք Եվրոպայի առաջ։ Սա է ճանապարհը եւ Ռուսաստանի եւ Հայաստանի համար։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։